Այս տարվա աշնան օրերը Նինոծմինդայում առանձնահատուկ բարենպաստ եղանակով սկսվեցին։ Գյուղացիները վայելում են բերքահավաքի վերջին օրերը։ Տեղացի բնակիչներն օգտագործում են այս օրերը գյուղատնտեսական աշխատանքներն ավարտելու համար։ Այս եղանակ երկար ճիշտ է, այնքան ձեռնդու չէր, բայց բերքահավաքին շատ կողքն է, բայց լարիվ բերքը չէր, իրեն ուժը չէր առել բերքը։ Բոլորն էլ սեղ մնացին, ծորենն է, գարին է, քարտոլն է, միրգն է, բոլորն է քիչ-քիչ, որովհետև անձրև չեղավ լացվից, անձրևն է, հիմքը անձրևն է, բերքին հիմքը անձրևն է։ Այս տարի էսպես էր, բայց միջակ էր, ես միջակ կաշեմ, նա լավ էր, նա և ադը, միջակ տարի էր, անձրևալի շատ լավ էր, բոլորին համար լավ էր, մարդկության համար է, եղանակին համար է, առողջության համար է, հիվանդությունները տարածվելու համար, այս ժամանակները հիվանդությունները շատ կան լինի, որտև օդը չի բանին է փոխում, մնագը նույնն է, մնունն է, անձրևորն է, անձրևկանը ինչ որ կա միկրոբ բան, տարնի ջարին է, տանի կործն է։ Լավ էր, ծառներուն համար, այդ բազմամյանուն համար շատ լավ էր, միամյաններուն ծորենին, գարուն, բանուն այդքան բան չէր, խոդին այդքան չէր դա, խոդին այդքան ծիր չտավեց։ Անասունները կերտային համարյա կիսափոր կուքային, որտեղ անձեր չերին է, խոդը չեր էլևիր, ինչ որ հենեն, գերուն տաղիչկան ողա, վեր կուքա խոնավությունը, կաջեր այդքանին կստանային, էր ուշ բան չեն, մարդը յոլա բդիր տա ամեն ինչում, ինչ ես կյանքում պատահի է, ինչպես ես տարի պատահի է, պարտադը չո միշտ անգամ վատ տարյալի, պարտադը չո միշտ անգամ լավ տարյալի, ինչ տարիս ես կնլի, բայց մարդը հարմարվի, բոլոր պայմաններում պիտի հարմարվի։ Եվ այսպես, եղանակը կարող է լինել տաշնակից ու թշնամի միաժամանակ։ Գյուղացին սպասում է արեգակին, բայց միշտ էլ վախենում է ամպերից։